Ողջույն 21 TV սիրելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Ապրենք առողջը, բարև ձեզ։ Ես Տաթև Արաքելյանն եմ։ Մինչև զրույցին անցնելն ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվա սպասարկումն ապահովել է Արփինկա Բյութին, որը գտնվում է Ծովակալ Իսակով 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Այսօր հյուրընկալել եմ բժիշկ կոսմետոլոգ Արմինե Գրիգորյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ եք տեղեկ։ Բարև Տաթև ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Վստահ եմ, որ շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, քանի որ երբ մենք խոսում ենք գեղեցկության մասին, խնամքի մասին եւ սա համեմում ենք նաեւ առողջությամբ, ստանում ենք իսկապես պահանջված հաղորդում, սա էլ բացառություն չի լինելու։ Շնորհակալ եմ, մեկ անգամ ես։ Շատ լավ։ Մեր գեղեցկության խնամքի ոլորտը կարելի ասել օր-օրի զարգանում է եւ կարծես թե ամեն օր մեզ առաջարկում են նոր մեթոդներ, նոր տարբերակներ եւ եթե տարիներ առաջ կամ ամիսներ առաջ մի մեթոդը համարվում էր լավագույնը, ստացվում է այնպես, որ հաջորդիվ առաջարկվում է շատ ավելի արդյունավետը, շատ ավելի, այսպես ասած, անվտանգը։ Այս համատեքստում, այս հաղորդման ընթացքում ուզում եմ խոսենք մազահեռացման տարբերակների մասին եւ մեր բոլոր հեռուստադիտողներին ներկայացնենք ամենաարդիականները, որոնք առաջարկում է ժամանակակից բյութի ոլորտը, եւ ներկայացնենք յուրաքանչյուրի թերությունները եւ առավելությունները։ Ի վերջո ամեն բան չի կարող չէ լինել կատարյալ։ Այո, իհարկե։ Սենց ասեմ, որ ես իմ կողմից տարբերակում եմ ապարատային մազահեռացման տեսակները, որոնք որ հիմա արդի են եւ ակտուալ են, եւ իհարկե նաեւ դեռ չենք ազատվել ոչ ապարատային մազահեռացումից, որոնք որ բիոէպիլյացիայի տեսակներն են, մեր հին ժամանակներից ածելին, թելը, պինցետը, որը մեր հետ այսպես դարեր շարունակ գալիս է։ Բայց ինչը վերաբերվում է ապարատային միջամտություններին, ամենաարդին եւ ակտուալը լազերային մազահեռացումն է, էլոսն է եւ իհարկե մեր էլեկտրոէպիլյացիան, որը որ էլի թվում էր թե տարիներ մի որոշ ժամանակ 5-6 տարի անկում ունեցավ ի շնորհիվ այս ապարատների լազերային, բայց նորից ինքը այսօր թարմացավ։ Հա, այո։ Եվ սարքավորումները թարմացան եւ մասնագետները ինձ թվում է վերապատրաստվեցին ավելի որակով մենք մազահեռացում ենք ունենում։ Որակով, արդյունավետ, նաև, այո, ես որ հիշում եմ, երբ մեր մայրիկները, ծնողներն էին, հա, խոսում այս մեթոդների մասին, ինչ վախենալու ցավոտ տարբերակներ էին բարձրաձայնում, եւ այն ինչ որ հիմա մենք ունենք, իրենք ուղղակի չէին էլ կարող երազել դրա մասին։ Դե հա, ճիշտ է, ցավոտ, սենց ասեմ, մինիմալ ցավոտ է, որովհետեւ մենք սկզբից ամենաառաջինը հարցնում ենք ցավադիմացկուն են թե ոչ, ստրեսաուստոչիվ են թե ոչ, եւ եթե այդ հարցը լուծվում է, փոքրիկ օգնում ենք, ցավազրկում ենք թե ներարկումով, թե քսուկով, ուղղակի դա ժամանակ է տանում, այսինքն 15-20 րոպե առաջ դու պետք է հրավիրես, նախորդ ցավազրկես, նաև դեպքեր են լինում, որ պրոբա պիտի վերցնես, այսինքն լիդոկայինի հանդեպ իրանք ալերգիկ բան ունեն, ռեակցիա ունեն, եւ այդ իսկ պատճառով երկարում է մեր մազահեռացման սեանսը, ասենց ասեմ։ Եթե պիտի գան մի ժամ, 2 ժամ, որ տրամադրում ես մենակ 2 ժամ այդ մարդուն, բայց ուզում ես, որ ինքը քո կաբինետից, հա, որ դուրս գա ավելի շատ ժպիտով, քան որ տանջված եւ դժգոհ։ Շատ լավ։ Արդյոք մենք մարմնի վրա ունենք այնպիսի հատվածներ, որտեղ չի կարելի մազահեռացում անել, եւ եթե այո, ապա որոնք են դրանք։ Նայեք, չի կարելի հարաբերական, այսպես ասենք, բայց մենք գրեթե օրինակ տղամարդկանց մոտ տարածված է քթանցքի շրջանում ականջի մեջ մազահեռացումը, որը որ բժիշկները խորհուրդ չեն տալիս, նա կատարում է պաշտպանողական ֆունկցիա, որը որ եւ միկրոբների զարգացումը չի թողում ներթափանցել եւ այլն։ Խորհուրդ է տրվում վահանաձև գեղձը շրջանցել, ամենայն դեպս ձեռք չտալ շրջանցել, կապ չունի որ տեսակի մազահեռացումն ես անում, դա կլինի լազերային, դա կլինի էլոս, դաժե շուգարինգի դեպքում, որpիսի մենք այդ ձգող քաշողական ուժը չունենանք, ես օրինակ էլի եմ որ աշխատում եմ շատ թեթև, շատ նուրբ վերաբերվել, որ հանգարց ոչ մի բան չգրգրվի, ոչ մի բան չվնասենք, էլի։ Վերջում մի վնասիր։ Հա,
Լինում են դեպքեր, որ հարպտկային շրջանում չենք կատարում, նորից խորհուրդ չեմ տալիս, հատկապես միշտ զգուշացնում եմ, ասում եմ հանկարծ ձեռք չտաք, եթե 1-2 տեսել եք ձեռք մի տվեք, այն որ դա թեթե վտանգավոր գոտ է, որ չենք կարող էլի մենք այլ կերպ աշխատել։ Անկախ նրանից թե ինչպիսի մազարացման տարբերակ է։ Հա, լինում են դեպքեր, այն որ անում ես հաշվի առնելով առողջական վիճակը այցելուի, որոշում ես, հա, խալերի վրա երբեմն լինում են մազեր, որը որ էլի են, որ այն մասնագետը պիտի անի, որը որ վերապատրաստված ասեմ, որը հասկանում է խալի կառուցվածքից, ինչ իրենց ներկայացնում, մազի խորությունից հասկանում է, որ արդյոք կհասնի այդ վոլֆրամովիտ լարով դեպի ասեղով դեպի այդ մազի ֆոլիկուլ։ Այսինքն չվնասի էլի զուտ մտնի տոկը տա եւ դուրս գա առանց մազարմատի հեռացման մազը։ Եթե չի կարելիների այսպես շարքը շարունակելու լինենք, միշտ ցանկացած բան, երբ առաջարկում է հղի կնոջը, սկզբում անպայման կողքից հայտնվում են մարդիկ, ովքեր ասում են չի կարելի, պետք չի, սա քեզ համար չէ եւ այլն։ Չի կարելիները նաև դեռահասների դեպքում է, փոքր է, պետք չի կարելի, բայց դա ժամանակն էլ եւ սոցիումն էլ պահանջում է, որ արդեն մի փոքր ավելի վաղ տարիքում դեռահասը լինի խնամված։ Չի կարելիները նաև ամոթի, այսպես ասած, կողմից նաև կարելի է տեսնել տղամարդկանց դեպքում։ Բայց դա ժամանակակից բժշկությունն ու խնամքը գեղեցկությունն էլ ասում են, որ չի կարելիները մաքսիմալ քիչ են եւ բոլորը ունեն իրավունք եւ պարտականություն լինել գեղեցիկ։ Ինչ է ասում ձեր ոլորտը։ Ինչ վերաբերվում է հղիներին, անձամբ ես դեմ եմ եւ գրականությունը դեմ է ապարատային մազահեռացմանը, որովհետեւ մենք գիտենք, որ հիմա այնքան բարդ շրջանում ենք մենք ապրում, որ հղիությունը եւ հղիանալը եւ հղիությունը շատ բարդ է զարգանում, ընթանում եւ միշտ ասում եմ, որ քանզի ձեզ տրված այսպիսի հնարավորություն, որ դուք մայրանաք, որ հիմա այն շրջան է, որ աղջիկներ կան, կանայք կան, որ երազում են մայրական բերկրանքը կրեն, ասում եմ թող այդ էպիլյացիան, թող այդ մազահեռացումը մնա ամենավերջին պլանը, Ձեր մտածելուն դա լինի, հա։ Հա, նախավերջին պլանը մնա եւ հետո կան հատվածներ, որոնք որ բժիշկներն էլ գիտեն, որ դա զուտ հորմոնալ ֆոնի վրա է այդ մազը տալիս շատացում, տալիս մքություն, տալիս խտություն եւ հետ ծննդաբերական շրջանում դա ինստինկտյան անցնում է, կարգավորվում է այդ ամեն ինչը եւ դա ամոթ բան չի, եթե որ օրինակ որովայնի շրջանում գնաց թեթև են որ մազածածկույթով ես միշտ ասում եմ որ թողեք են որ հա այն որ մի ընկեք այդ բաների հետևից իսկ եթե գնանք այսպես որ իրոք պետք է իրանց օգնենք իրանք էլ պետք է սիրուն լինեն գեղեցիկ լինեն մանավանդ դեմքի հատվածում հա այո ես օրինակ առաջարկում եմ ընտրել բիոէպիլյացիայի տեսակները, օրինակ շուգարինգը շատ լավ մեթոդ է, որը որ որոշ չափով էլի մի ամիս կես բարակեցնում է, դանդաղեցնում է աճը մազի եւ պարտադիր նորից պայման եմ նախնական զրուցում եմ, որ ցանկալի է, որ հղին արդեն իսկ ճանաչած լինի այդ պրոցեդուրան, այսինքն իմանա, հա, փորձած լինի, հասկանա ինքը ինչի է գալիս այս արդեն վիճակում եւ մի պայման էլ նորից ասում եմ, հարցնում եմ պարտադիր, որ ցավին դիմացկուն ես, արդյոք մենք չունենք արգանդի տոնուսի բարձրացում, արդյոք մենք չունենք բարդություններով հղիություն, արդյոք չունենք վիժման եւ վաղաժամ ծննդաբերության խնդիրներ, պարտադիր այդ մենք զրուցում ենք, հասկանում ենք, նոր անցնում ենք առաջ եւ վերջի եթե չեն կարողանում, եթե իրանց զգայունությունը բարձր է, մենք նորից առաջարկում ենք անցնել հին մեթոդներին, որը ածելի կոչվածն է։ Ուրիշ տարբերակ չունենք, հա, ուրիշ տարբերակ չունենք, որտեվ չենք կարող էլի, որ ես չեմ անում։ Ես չեմ անում։ Իսկ տղամարդկանց ու դեռահասների համար ինչ կարող եք մխիթարող ասել։ Տղամարդիկ ողջունելի է, որ հիմա քանի տարի արդեն կամաց այդ տոկոսը շատանում է, որ նրանք էլ են խնամված արդեն դուրս գալիս,
Եվ իրենց մոտ էլ նայվում է դա դիտվում է որպես էսթետիկ միջամտություն եւ նայվում է նաեւ որպես հիգիենայի։ Այո։ Այսինքն, եթե մի ժամանակ կար, որ թևատակերի մազահեռացումը դա արդեն իսկ ծաղրանք էր, ամոթ էր, չգիտեմ ոնց էր, իսկ հիմա այն որ գալիս են զուտ, այն որ բացատրում ես, որ դա հիգիենա է, դա լուծш են, որ իրանք էլ ածելի չօգտագործեն, նա չանեն, առաջարկում ենք լազերային մազահեռացում, թեթև կանոնավոր գալիս են 4-ից 6 անգամ սեանս անում են, մազերը քչանում է եւ Կոմֆորտ ապրում են։ Հա, կոմֆորտ ապրում են։ Կզակի հատվածում են գալիս, այտոսկրերի, միջոնքային հատվածը։ Այսինքն տղամարդիկ եւս հասկանում, սկսել են գիտակցել, որ սա պարզապես կանացի միջամտություն չէ։ Չէ, հասկանում են, հա, արդեն գալիս են, արդեն ասում են ողջունելի է, որ արդեն sense ստատիստիկան կամաց բարձրանում է։ Դա լավ է։ Դեռահասներին էլ մի երկու լավ բան ասեք։ Մի քիչ տեղ երկար կարող խոսեմ։ Նորից գրականությունով դեռահասներին, թե տղաներին, թե աղջիկներին, որտեղ իրենք էլ հիմա, հա, տարիք նշեն, պարտադիր։ Գրականությունով նշված է 18 տարեկանից սկսած։ Բայց քանի որ հիմա մենք մի քիչ շուտ ենք մեծանում, շուտ ենք զարգանում, նամանավանդ աղջիկ երեխաները 12-13 տարեկանից արդեն իրենք դառնում են, որ այդ մազածածկույթի զոհը, ճակերտներով ասած, կենտրոնանում են եւ որպեսզի եւ էսթետիկ սիրուն լինեն եւ որպեսզի որ նորից եմ ասում ծաղրանքի կոմպլեքսներ չառաջանան, ծնողները դիմում են, որ օգնենք կամ ինչ որ մի ձև լուծենք այդ խնդիրը։ Իհարկե ես նորից առաջարկում եմ, որ եթե լազերային միջամտություն անենք, գոնե անենք, որ մինիմում 15-ից 16 տարեկան, գոնե մենք ունենանք կանոնավոր դաշտան, գոնե մի տարի, 2 տարի անցնի ցիկլից եւ կանոնավոր պարտադիր լինի։ Այսինքն բացառելով հորմոնալ խնդիրները, որպեսզի հասկանանք, որ մազածածկույթը դրա պատճառով չի։ Երբ որ գալիս են արդեն խորհրդատվության, նկատում ես, որ մազածածկույթը այն չի, մազածածկույթը ինչ որ հորմոնալ ֆոնի վրա փոխվել է եւ այլն, պարտադիր ուղեկցում ենք մանկական կամ գինեկոլոգի մոտ կամ էնդոկրինոլոգի մոտ, որ իրանք անցնեն զննում, ստուգումներ, նոր արդեն գան, որպեսզի մեր արած գործն էլ արդյունավետ լինի։ Եվ ասեղային մազահեռացում ենք առաջարկում ավելի շուտ 12-13 տարեկանից։ Այստեղ էլի սենց թեթև ճիճկաներ ասեմ, որ երբ որ գալիս են, պարտադիր պիտի երեխան ինքը ցանկանա, որ ազատվի այդ մազերից, ոչ թե ծնող են, որ բերում է, չէ, որ կոմպլեքս է, արեք եւ այլն, չէ, պետք է երեխան ինքը ցանկանա, գիտակցի, որ գա, պարտադիր կատարում ենք ծնողի ներկայությամբ, ծնողի ստորագրությամբ, ինչու՞ չէ, եւ ծնողի հսկողության ներքո։ Եվ եթե այդ հարցը նորից են, որ կամ ասեղային կամ բիոէպիլացիա, որտեղ լինում են դեպքեր, որ էլի չեն կարողանում ցավին դիմանալ, թե ինչքան էլ որ ցավազրկենք, բայց այս պարագայում նորից գնում ենք դեպի շուգարինգ, դեպի ոսկ, որ գոնե մի քիչ հասունանան, հորմոնները կարգավորվի, որտեղ մենք գիտենք, որ մինչև 20-22 տարեկան դեռ հələ մազածածկույթը լինելու է, ինչքան էլ որ մենք միջամտենք, ինչքան էլ բան անենք, բացատրում ենք, որ այդ արդյունքը չենք ստանա, քանի որ հələ 12-ից 13-ից մինչև 20-22 տարեկան գնում է այդ փուլերը զարգացման։ Շատ լավ, ուզում եմ նաև մազահեռացումից հետո խնամքի մասին խոսենք։ Արդյոք հատուկ խնամք, հատուկ պայմաններ, հատուկ կանոնների պետք է հետևենք մազահեռացումից հետո։ Նայեք, խնամքը հա, պարտադիր է, որովհետև ըստ մազահեռացման տեսակի մենք առաջարկում ենք ըստ այդմ խնամք։ Եթե կատարում ենք լազերային միջամտությունները, պարտադիր ասում ենք, որ պետք է պաշտպանվել արևից, պարտադիր։ Ցանկալի չէ, որ այդ օրը կամ բլիժայշի այդ 1-3 օրերը գնան, ընդունեն լողավազանում լոգանք, նամանավանդ, որ քլորի պարունակություն կա այնտեղ։ Ցանկալի չի, որ գնան շոքեբաղնիկ, համամ, սոլյարի, նույնը ցանկալի չի, որովհետև մենք արդեն տվել ենք այդ արևայրուքը ապարատի շնորհիվ, լազերի լուծի շնորհիվ, մի հատ էլ կրկնակի դա լինի, անդառնալի կարող է պահեր լինեն
ընդհանուր մինչև այրվածքների տարբեր տեսակի որ աստիճանի հասնել։ Խնամք ասեղային էպիլյացիայի ժամանակ պարտադիր հորդորում ենք, որ գոնե գրականությունում նշված է 24-36 ժամ չթրջել այդ տվյալ հատվածը։ Էլի են, որ թեթև չեն պահում կամ, չգիտեմ, ցանկալի է, որ պահեն էլի այդ խնամքի պահը, որ հետո խնդիրներ չառաջանան, ցանավորում չունենան, սպիտակ էտիկներ չունենան, տարբեր բաներ կարան ունենան, հետո մենք ծանոթ չենք ոչ մեկի դեմքի հետ առաջնային գալիս են, պարտադիր ասում ենք ոնց անեն, ինչ անեն։ Ասեղայինի ժամանակ էլ եթե էլի նկատում են, որ զգայուն դեմք է, ցանկալի է վերականգնողական քսուկներ անեն, բայց բոլոր միջամտություններից հետո ես միշտ խորհուրդ եմ տալիս ոչ մի դեղորայք ինքնուրույն չօգտագործեք։ Կլինի դա հակաբորբոքային, կլինի դա հակաալերգիկ, հակաայրվածքային, ոչ մի բան։ Ոչ մի հակաբաներ մի արեք, որովհետև դուք չեք հասկանա, որ աստիճանի այդ ամեն ինչը գնում։ Եվ շուգարինգի ոսկել են շատ անում հիմա, ոսկի ժամանակ էլ ներաճած մազերի հետ կապված խնդիրներ ենք մենք ունենում, գոնե ասենք շերտազատեն մաշկը 7 օրը 1, էնզիմային փոշիներ օգտագործեն, նորից վերականգնողական խոնավեցում անեն օրը 1 գոնե որ խոնավեցում անեն, որպեսզի չտան այդ ֆոլիկուլիտներ չզարգանան, ասենց ասեմ։ Շուգարինգի պարագայում էլ ավելի ինքը փափուկ պրոցեդուրա է, որտեղ մենք մազը հեռացնում ենք ոչ թե աճի հակառակ ուղղությամբ, այլ հեռացնում ենք աճի ուղղությամբ։ Մենք չենք վնասում ոչ մի ստրուկտուրա մազի։ Ես վստահ եմ ձեր կաբինետում այս մասին շատ են խոսում եւ վստահ եմ նաեւ որ ոչ մեկի ականջին խորտ չի այն արտահայտությունը, որը անելու եմ։ Ձերք չտակ կշատանա։ Մազերի դեպքում մասնավորապես դեռահասների ժամանակ ասում են ձեր չտակ կշատանա։ Արդյոք մազահեռացումը նպաստում է, որ մազերը նորից շատանան, ավելանան, խտանան։ Շատ ճիշտ հարց է, չէ, ասենց ասեմ, մեր մազերը դեռ արդեն իսկ կան այդ քանակի, որքան որ պիտի լինեն ներարգանդային զարգացման ժամանակ։ Այսինքն նրանք ոչ կշատանան, կարող է կչանան, բայց չեն շատանա նրանք։ Ինչքան որ հեռացնում ենք, ինքը չի աճում, ինքը չի շատանում։ Կարանք ասենք մի քանի երևույթներ, որոնցով որ մարդիկ են որ խափնվում են այդ տեսակետին, այսինքն երբ որ մենք օրինակ բերեմ դեմքի հատվածի մազերը աղվա մազ են, բարակ բաց գույնի մազեր են, երբ որ այցելուն գնում է կատարում է լազերային էպիլյացիա ու լազերային էպիլյացիայի ժամանակ ինչ է անում, լույսը կլանում է մելանինը, որը որ մեր մաշկի եւ մազի գույնի պատասխանատուն է։ Եվ այդ մազի մեջ չկա այդքան մելանին, ինչքան որ մուգ մազի մեջ։ Եվ եթե ճառագայթը տալիս է, լույսը տալիս է, այդ մազերը ավելի շատ մքանում են, այդ մազերը ավելի շատ հաստ են երևում, քան սկզբնական շրջանում եղել են։ Այսինքն, երբ որ նրանք հաստանում են, մքանում են, իրենց թվում է, թե շատացել է։ Նույն էլ սափրելու ժամանակ, որ ասում են ընթացքում չսափրեք, երբ որ մենք սափրում ենք, առաջի 2 օրը սենց տուպոյ կոնչիկներով բանա լինում, մազա լինում։ Երբ որ մի քիչ երկարում է, արդեն գալիս է իր տեսքին, նորից թվում է թե փափուկ մազա։ Իրանց թվում է թե սափրեցին, ոնց ահա տղամարդը որ մազերը հարդարում է, գալիս է, ասում են, վայ, մազերը շտոտը շատացել է, բան չէ, դա կարճ այն որ ծայրերը, ասես եզրերը, հա, սուր են, եթե սուր են, երկար է թվում, փափուկ է թվում, շատ չի թվում։ Բայց այնպես եզրերը ուղիղ են, ինքը թվում է թե շատ է։ Բայց սկզբունքով էլ երեխաներին էին, չէ՞, սափրում էին գլուխը մտածելով, որ մազերը շատացավ։ Ինչքան որ գենետիկ դրված է քանակը, այնքան էլ լինելու է, ոչ մի դեպքում չի շատ։ Այդ ժամանակ էլ որ նոր սկսում է աճել, համընկնում է, հա, ասած եզրերը սուր չեն լինում։ Շուտով նաև արձակուրդներն են, ծով, արև, հանգիստ, բոլորն ուզում են ունենալ հարթ, գեղեցիկ, փայլուն մաշկ։ Առանց մազածածկույթի։
Բայց նաև մասնագետները պնդում են, որ ոչ թե ծով գնալու նախորդ օրը սրա մասին պետք է մտածել, շատ ավելի վաղ պետք է այս մասին մտածել։ Երբ սկսել մտածել այդ մասին եւ որքանով այս ճիշտ հարաբերակցությունը կարող ենք պահպանել, որպեսզի եւ լինենք գեղեցիկ եւ նաև չվնասենք առողջությունը։ Տեսեք, մենք ապարատային մազահեռացման ժամանակ ես միշտ ասում եմ ցանկալի է կատարել ձմռանը, աշնանը, որովհետեւ մենք ամռանը արդեն պատրաստ լինենք, գոնե որոշ չափով արդեն քչացած լինի մազերը։ Բայց քանի որ կան են որ վերջին, այն որ վերջին պահին որոշում են անեն կատարեն, միշտ ասում եմ գոնե 10 օր շուտ արեք մինչև որ ձեր մեկնելը եւ եթե հետ են վերադառնում առնվազն 4 շաբաթ մեզ պետք է որ մաշկը վերականգնվի, այսինքն եթե մենք այդ արդեն արևայրուք ունեցած մաշկին մենք նորից տանք ճառագայթ, մենք առնվազն ամենակիչը մինիմում կստանանք այրվածք, հա, եւ հետո էլ բարդությունները կգնաց այդը։ Ասկան հիմա ճիշտ ժամանակն է գոնե։ Ճիշտ ժամանակն է հա գոնե 10 օր առաջ անեն այդ պրոցեդուրան գնան, հետո գալուց նույն որ ասում ես 3 եմ եկել, 3 չեմսօր եմ եկել, ինձ այսօր կընդունեք, ասում չէ, որ չի կարելի էլ, որ պիտի բացատրես, որ հասկանան այդ մարդիկ։ Նաև ուզում եմ խոսել SPF-ի մասին, քանի որ մեր ուլտրամանուշակագույն ճառագայթները շատ վտանգավոր են, ըստ տեսակետի իրանք բաժանվում են երկու մասի, կա A ինդեքս, կա B ինդեքս, Ան իր մեջ պարունակում է 95% ֆոտո ծերացում, իսկ B կոմպոնենտը իր մեջ պարունակում է 5% էրիթեմա, այսինքն կարմրություն, որը եւ երկուսի միաձուլումը բերում են շատ անդառնալի հետևանքների ընդհուպ միջև այն ցավոտ թեմաներին մաշկի հետ կապված եւ որպեսզի այդ 100%-ը մենք չընդունենք, դրա համար մենք պետք է պաշտպանվենք, բայց զարմանալին այն է, որ ես միշտ ասում եմ առաջնային տեղում դրեք ձեր հագուստը, դրեք ձեր գլխարկը, դրեք ձեր պաշտպանից ինչ-որ բան, որը որ կոնկրետ կպահի ձեզ արևի ճառագայթներից, այսինքն երրորդ, չորրորդ տեղում նոր ես միշտ ասում եմ քսուկների օգտագործման մասին, պարտադիր ակնոցներ կրեք, պարտադիր գլխարկ, հա, որ այդ ձև ավելի շատ պաշտպանված եք լինում, քան մնացած այլ պարագաներում, որտեվ մի քիչ այդ քսուկային պահերը շատ բարդ են, շատ անհասկանալի են, ինչքան էլ բացատրում ես, բայց ես փորձեմ sense բացատրել, որ պարտադիր պիտի նայենք արևապաշտպանի բաղադրիչներին, որ լինեն ֆիզիկական կոմպոնենտներն ավելի շատ, քան քիմիականը, եւ եթե տեսնում ենք քիմիական կոմպոնենտ կա, այսինքն միանշանակ արգելում ենք երեխաներին օգտագործելը։ Պարտադիր նայում ենք, որ քսուկի ժամկետը լինի նորմալ, այսինքն ժամկետի մեջ լինի, եւ ինչու՞ չէ մեծ ծավալի պիտի վերցնենք, ինչը որ վերցնում ենք, եւ հետևենք ինդեքսներին, այսինքն հիմա այնքան զարգացած է մեր 100% էլ կա, չէ՞։ Հա, 100% էլ կա, բայց մեր հեռախոսները մեզ ամեն օր ասում են ինչքան է ճառագայթի ինդեքս այսօր, երբ որ տեսնում եք 3 եւ ավել է այդ ինդեքսը, պարտադիր պետք է արդեն պաշտպանվել այդ ամեն ինչով։ Ամենաշատ տրվողելի հարցերից է, բա որ տեսակ վերցնենք, գելայինը, կրեմային, սպրեյը, ես բացատրում եմ այսպես, որ քսուկովը ավելի հեշտ է քսվում, ավելի լավ տարածվում է եւ թեթև երկար է պահում, քան օրինակ այրազոլները, այրազոլը եթե ցանում ես, նախ դու վստահ չես, որ բոլոր տեղեր ինքը ցանվեց, եթե երբ որ քամի էլ լինի, պետք է հաշվենք, որ այդ այրազոլից այն որ համարյա բան չմնաց, հա։ Եվ պարտադիր պիտի լինեն իրենք ջրակայուն, այսինքն երբ որ մտնում ես ջուր դուրս ես գալիս, հա, գոնե էլի պիտի թարմացնես, բայց մի թեթև հույս է տալիս, որ կարա մնայուն էլի լինի ձեր օգտագործածը։ Բայց այստեղ նաև մի բան էլ շեշտեմ, որ օգտագործել պետք է 10-ից 15 րոպե տնից դուրս գալուց առաջ,
կրեմը, քսուկը, եւ մոտավորապես մի մարդու համար, մեծ մարդու համար где-то 30-32 միլի օգտագործման համար պետք է, երեխայի համար 10-ից 12 միլի մոտավորապես։ Այսինքն դա ոչ թե մի անգամ այդ քսում ենք, այլ օրվա մեջ 2 ժամը մենք օգտագործում ենք։ Այսինքն մեծ քանակի պիտի վերցնենք, որ գոնե մի քանի օր դա կարողանանք օգտագործել։ Եվ այսօրվա մեր ամբողջ զրույցը ամփոփելով, ես ուզում եմ կարևոր, այսպես ասած, սկզբունքներ առանձնացնեք, որով յուրաքանչյուր մասնագետ պիտի առաջնորդվի այս կամ այն տեսակ ընտրելիս կամ այս կամ այն մեթոդը կիրառելիս։ Առաջնային չեմ վախենա ասեմ, որ այսօր մեր գովազդը այնքան մեծ է, այսօր մարդիկ գնում են գովազդի հետևից, այսօր գնում են ոչ սթափ վիճակում, այսինքն երկար չեն մտածում արագի մեջ, այն որ լսում են այս սարքավորումը նանանա, բայց ես շատ կցանկանայի, որ գիտակից մոտենան այս հարցին եւ ընտրեն ոչ թե սարքավորումները, սարքավորման տեսակը, այլ ընտրեն որպես գրագետ մասնագետ այդ սարքավորումը օգտագործող։ Քանի որ սարքավորումները վերև ներքև միշտ կլինեն, կաճեն, կբազմանան, բայց մասնագետը ավելի ճիշտ կարող է մոտեցում տալ, թեկուզ հին ապարատով, հին սարքավորումով։ Հակացությունների մասին խոսենք, ես էլի միշտ առաջնային դնում եմ մեր հղիներին, թող ինձանից չնեղանան։ Հետո առանձնացնում եմ ոնկոլոգիայով հիվանդներին, պարտադիր դրանց խորհուրդ ենք տալիս շուգարինգ, հաջորդ դասում էպիլեպտիկ հիվանդներն են, որոնք որ կարան նոպայի մեջ ընկնեն հենց այդ լույսից, ճառագայթից, միանգամից, ստենտավորված մարդիկ, մետաղոպլաստներ ունեցող կրող մարդիկ, եւ այն հատվածում, որտեղ որ կատարում ենք մազահեռացում, պետք է գոնե մաշկը տեսանելի զննման ժամանակ մաքուր լինի, ոչ մի պիգմենտներ չունենանք, ցանավորում չունենանք, որ հետագայում նորից, գերպեսն էլ նշեմ, որ գերպեսով շատ են գալիս, են որ ես հրաժարվում եմ կատարել, մի տեսակ ասում են ինչու կամ եւ այլն, բացատրում եմ նորից, որ սա վիրուս է, սա չի կարելիների ցանկում է գտնվում։ Բայց ամեն դեպքում ես ճիշտ եմ հասկանում, որ հակացությունները, եթե կան բացարձակ, այս դեպքում մենք կարող ենք այլ տարբերակ առաջարկել, իսկ եթե հարաբերական են, ապա կարելի է պարզապես մի փոքր սպասել։ Կարելի է մի փոքր սպասել, կարելի է հասկանալ առողջական խնդիրները սենց դնել ամեն դեպքում լուծումներ կան, տարբերակներ եւս կան, բայց ուղղակի ես միշտ ստորագրության համաձայն այդ գործողությունը անես եւ adekvat մարդկանց անես այդ գործողությունները։ Եվ իմիջիալոց միշտ խորհուրդ եմ տալիս մտավ այցելուն, նկարում ենք իր նախնական տեսքը, մազածածկույթը, ինչ խնդրով որ ինքը եկել է, որովհետև շատ անգամ արդեն սովորում են այդ քիչ մազածածկույթին, թեթև մազածածկույթին, հետո ասում եմ, բա մենք սենց ենք եկել, ինչը փոխվեց, ասում եմ, նայ որ դու սենց չես եկել, որ էսեր դոն պոսլեն պարտադիր խորհուրդ եմ տալիս արվի, պարտադիր ժամանակ էլ չունենան, դոյ պոսլեն անեն, որ դոկումենտը ունենաս, ապացույցները ունենաս։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ձեր հեռուստադիտողներ, ուզում եմ ձեզ եւս մեկ անգամ հիշեցնել, որ հյուրընկալել էի բժիշկ կոսմետոլոգ Արմինե Գրիգորյանին, հրաժեշտից առաջ եւս մեկ անգամ ասեմ շնորհակալություն սպասարկման համար Arpinka Beauty-ին, տեղեկացնեմ, որ այն գտնվում է Ծովակալի Սակավ 42 կոտորակ 3 հասցեում, հեռախոսահամարն է 044 31 27 38։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, հաջողություն։